Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու Երևան տրանսփակ բաժնետիրական ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները պահանջող նախաձեռնության որոշ անդամների անժամկետ նստածույցը քաղաքապետարանին հարող տարածքում շարունակվում է։ Ըստ նստածույց հայտարարած երիտասարդների քաղաքային իշխանությունները պարտավոր են տեղի տալ իրենց պահանջներին, քանի որ այն բխում է հասարակության շահերից։ 10 կետից բաղկացած պահանջագիրն արդեն իսկ հանձնել են Տարոն Մաշկարյանին, մինչդեռ կառույցից որևէ մեկը ակտիվիստների հետ հանդիպել չի ցանկանում։ Գիշերը նստածույց հայտարարած ակտիվիստներն անցկացրել են բաց երկնքի տակ։ Հասարակական կարգը պահպանելու համար քաղաքապետարանի մոտ հսկողություն են իրականացրել նաև տասնյակ ոստիկաններ։ Պայքարը վերաիմաստավորվել է, եթե առաջ մենք պայքարում ենք, որ օղևարցի չնի 100 դրամ, այսօր պայքարում ենք, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են եղել այդ որոշումների համար, ենթարկվեն պատասխանատվության եւ պաշտոնանկարվեն։ Բացի դրանից մենք ներկայացրել ենք քաղաքապետարանին նաև տրանսպորտի ոլորտի վերաբերյալ համակարգային լուծումների փաթեթ ու հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր պահանջները կատարվեն։ Աջակցության գրավական հենց այդ միասնությունն էր, հենց այդ դրական էներգիան էր, որ կապում էր միմյանց, մարդկանց բոլորը ողջավորությամբ միմյանց ողջունում էին, ծանոթ անծանոթ էական չէր ու պետք է հանրությունը հասկանա, որ միասին կարելի է ցանկացած խնդիր լուծել, ի վերջո կերտել մեր երազած պետությունը, սա ի վերջո հանրապետություն է, պետք է վերջ տրվի անպատժելիության ամենաթողության մթնոլորտին։ Միջադեպեր գրեթե չեն եղել, գիշերն ըստ ակտիվիստների անցել է հանգիստ մթնոլորտում։ Միայն թե սկիզբ առաջ շարժումը թույլատնելու համար քաղաքային իշխանություններն ըստ նրանց գնում են նաև ստորացուցիչ քայլերի։ Նստածույց հայտարարած ակտիվիստ Գոր Ալեքսանյանը մեծ էծրություն նշեց, որ գիշերը ժամը 3-ից սահմաններում քաղաքապետարանի մոտ են բերվել ջրցան մեքենաներ, որոնք ջրի շիտերն ուղղել են ակտիվիստների ուղղությամբ։ Իրենք տեղի չեն տվել եւ շարունակել են նստած մնալ։ Ավելի ուշ ակտիվիստների խոսքերով իրենց են մոտեցել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգու տարածքում պտտվող համասեռամոլները։ Տրանսվեստիտները եկան 2 թե 3 անգամ ու տարբեր գրուպաներով գալի անընդհատ ինչ որ ուզում էին հասկանային մենք ինչ ենք անում այստեղ։ Իդեպ հետաքրքիր մի բան, նրանցից մեկին երբ հարցրինք արդեն որերորդ անգամ գալիս եք եւ մենք ձեզ պատասխանում ենք արդեն իմաստ է էլի ինչն է բարձ չէ։ Նա ասաց գիտեք ինչ մեզ ասում են իմացեք ինչ են անում, մենք է գալիս ենք իմանում ենք։ Ակտիվիստների խոսքերով նմանատիպ իրավիճակները չեն կարող պատճառ դառնալ, որպեսզի դադարեցնեն իրենց նստածույցը։ Անօրինական որոշումներ կայացնողները պետք է պաշտոնանկարվեն, վստահ են նրանք։ Իշխանություններից համակարգային լուծումներ են պահանջում նաև Ազատության հրապարակում, անժամկետ նստածույց եւ հացադուլ հայտարարած ազատամարտիկները։ Այն, որ սոցիալական արտարության հասնելու համար այսօր թե երիտասարդները, թե տարեցները դուրս են եկել փողոց եւ պայքարում են սեփական երկրում արժանապատիվ ապրելու համար, հացադուլ հայտարարած ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի խոսքերով պայթունավտակ իրավիճակ կարող է ստեղծել, միայն թե ըստ նրա իշխանություններն այդ փաստը ըմբռնել չեն ցանկանում։ Սա մտածված քաղաքականություն է իրենց կողմից։ Սա պատահականություն չի, սա այսօրվա երևույթ չի, սա եկել է շատ վաղուց անմիջապես պատերազմից հետո եւ մտածված քաղաքականություն է։ Պատճառները ինձ հայտնի են, իրենց են հայտնի, նրանք չէին ուզենա, որ ազատամարտիկը գլուխ բարձրացներ, նրանք մտածում են իրենց այսպես շահադիտական, եսակենտրոն, իրենց շահերի համար են մտածում։ Պետական կառույցներից ազատամարտիկներին եւս այցելողներ չեն եղել։ Երկրի ղեկավարության անտարբերությունն այլևս չի զարմացնում նրանց։ Ըստ ազատամարտիկների վարչապետ Տիգրան Սարգսյանը միայն փորձեց ժամանակ շահել, ամեն անգամ հայտարարելով, թե ազատամարտիկների կողմից բարձրացված հարցերը համապատասխան գերատեսչությունների կողմից կուսումնասիրվեն։ Ոչ մեկը չի արձագանքի, ոչ մեկը չի մտածել մեր մասին, որ կարողանան մոտիկանալ հարցեր լուծել, ոչ մի արդյունքի չենք հասել այսօրվա դրության։ Ազատամարտիկները պատրաստվում են հաջորդ հանրահավաքին, իշխանություններին ուղղված կոչեր կրկին կլինեն, միայն թե արցախյան հերոսամարտի մասնակիցները նրանց հետ հույսեր այլևս չեն կապում։ Փայլակ Վարդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուզ։